Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներից 100-ից կարելի է ասել 3-ն է, որ չի բախվում սոցիալական խնդիրների։ Արցախի խորհրդարանի падգամավոր Մետաքսե Հակոբյանը վստահեցնում է, Հայաստանի կառավարության սոցիալական ծրագրերը չեն ապահովել կայունություն։ 30,000 դրամները, որոնք հիմա շարունակվում են թոշակառուներին, հաշմանդամներին եւ անչափահաս երեխաներին վճարել, ասեմ, որ դա էլ նորմալ չի կատարվում։ Բազմաթիվ ահազանգեր ունեն, մարդիկ ժամանակին չեն կարողանում ստանալ աջակցությունները։ Պատգամավորը դիմել է խնդրի հասցեատերերին, անորոշ պատասխան ստացել։ Տպավորություն է ստեղծում մեր հայրենակիցների մոտ, որ դա արվում է բացառապես Հայաստանի Հանրապետության բյուջեից, ես պիտի հիասթափեցնեմ, այդ հայտարարությունները անողներին, որովհետեւ ոչ այդպես չի, դա իրականությանը չի համապատասխանում, որոշակի հատված կամ մեծ մասը դոնոր կազմակերպությունների կողմից է ֆինանսավորվում, որը էլի իրավական ճանապարհը կարծես թե վճարելու գտնված չէ։ Կառավարության հրատապ աջակցության ծրագրից մի քանի ամիս է չեն կարողանում օգտվել նաև 55,000-ից պակաս եկամուտ ունեցող ընտանիքները։ Բնակարանային հավաստագիր ստացածների թիվն արագ մեծանում է, իրացնողներինը ոչ։ Մարդիկ մտնում են բանկ ու բախվում հիմնական խնդրին։ Ըստ Մետաքսե Հակոբյանի, բանկը կանոնադրության խախտմամբ է իրականացնում հավաստագրերի իրացումը։ Ունի ինչ-որ սահմանաչափ, որտեղ ինքը կարողանա այդ խախտումները կատարել։ Լրանում է սահմանաչափը եւ կենտրոնական բանկը այլևս թույլ չի տալիս, որ ինքը սերտիֆիկատների իրացման գործընթացը շարունակի իրականացնել։ Բազմաթիվ բանկեր արդեն իսկ այդ խախտումների շեմն անցել են, ասում է падգամավորը, եւ էլ չեն կարող համագործակցել ծրագրի հետ, չնայած որ նրանց անունները շարունակում է մնալ համագործակցության ծրագրում։ Այն թվերը, որ իրենք տալիս են, որ այսքան մարդ արդեն սերտիֆիկատով ձեռք է բերել բնակարան, այո, խոսքը հենց այն ընտանիքների մասին է, ովքեր ունեցել են նախապես գումար, կարողացել են ենթադրենք առաջնային շուկայից բնակարան ձեռք բերել, այնուհետև ուղղել մարմանը։ Մեկ այլ խնդիր էլ կա, падգամավորը նկատում է հանրապետության այն վայրերում, որտեղ հավաստագրի արժեքը 3 միլիոնից դարձել է 4 միլիոն, տների կամ բնակարանների գները արհեստականորեն բարձրացել են։ Նարնե Ղուկասյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։